Բարև ձեզ, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի Գիտության շաբաթ Հայաստան երկրորդ համահայկական միջոցառումը, որին ընթരാճ Armenpress եւ Գիտուժ նախաձեռնությունը սկսել են ոդքասթների շարք Գիտության շաբաթ անվանմամբ, որի շրջանակներում մենք հրավիրում ենք գիտնականների, ՏՏ ոլորտի մասնագետների, մանկավարժների, գիտության փառատոնի մասնակիցների քննարկելու Հայաստանում եւ աշխարհում գիտության զարգացման հեռանկարները, ներկայիս իրավիճակը. Այսօր մեր ոդքասթի այս տարվա վերջին թողարկումն է, որովհետև արդեն 3 շաբթի օրը մեկնարկելու է Գիտության շաբաթը եւ մեր վերջին թողարկման հյուրն է Ավագ դպրոցի հեղինակային ծրագրի համակարգող Անանիա Շիրակացու Ճեմարանի բնագիտության ամբիոնի ղեկավար Նարինե Կսաջիկյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ խոսենք հենց Ավագ դպրոցի ծրագրի մասին, քանի որ դուք եք համակարգողը, մի քանի բառով ներկայացեք, հետո արդեն հարցերով։ Շատ լավ, շնորհակալություն։ Շիրակացու Ճեման գիտակրթական համալիրը մի քանի տարբեր ոլորտների առումով է իր կրթությունը իրականացնում։ Մենք ունենք կրծեր, միջին, ավագ դպրոցներ, ինչպես նաև մանկակրթարան։ Ես հեղինակային ծրագրի համակարգմամբ եմ զբաղված եւ հեղինակային ծրագիրը 10-րդ եւ 11-րդ դասարանի ուսանողների կրթության կազմակերպմամբ է զբաղված։ Կրթությունը հիմնված է պետական չափորոշիչային ծրագրի հիման վրա, սակայն նաև տարբերվում է եւ համալրվում է մի շարք այլ կրթական, ինչպես նաև դասարանից դուրս արտաուսումնական տարբեր ծրագրերով եւ հեղինակային առանցին ծրագիր է իրենից ներկայացնում, որտեղ ուսանողները ստանում են ակադեմիական կրթություններ, ինչպես նաև ձեռք են բերում զանազան հմտություններ եւ դառնում են կոմպետենտ թե այն առարկաների շրջանակում, որոնք իրենք ընտրում են եւ ուսուցանումը կազմակերպվում է այդ առարկաների շրջանակում, ինչպես նաև տարբեր արտաուսումնական միավորումների շրջանակում։ Իսկ բնագիտության ամբիոնում ինչ ուղղություններ են դասավանդում։ Բնագիտության ամբիոնը ներառում է իր մեջ մի քանի առարկաներ, 5-րդ դասանի բնություն առարկան, այնուհետև 7-րդ դասանից սկսած գիտության տարբեր առարկաներն են համախմբված, մեկտեղված, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաները, ինչպես նաև 10-րդ դասանից սկսած արդեն մենք տարբեր հոսքեր ունենք՝ տնտեսագիտական, ֆիզմաթ հոսք, բնագիտական, հումանիտար, բոլոր հոսքերում բնագիտական առարկաները ներառված են։ Հեղինակային ծրագիրը 11-12-րդ դասարանում եւս մեր առարկաների շրջանակում ուսուցում է ապահովում, ինչպես նաև բնագիտության ամբիոնը անմասն չի մնում փոքրիկների, այսինքն կրծեր դպրոցականների ուսումնառության առումով եւ մենք ունենք տարբեր նախաձեռնություններ, միջոցառումներ, լաբորատոր փորձեր, որի ընթացքում նաև լաբորատորիա են այցելում կրծեր դպրոցականները։ Այսինքն կան լաբորատորիայի փորձեր անցկացնելու հնարավորությունները, հագեցված է ամեն ինչով։ Լաբորատորիաները 3 տարբեր լաբորատորիաներ են՝ քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի։ Լաբորատորիաները հագեցված են բավականին սարքավորումներով, ունենք ծրագրված բոլոր թեմաների շրջանակում առնվազն 2 գիտափորձ։ Գիտափորձերն իրականացվում են ոչ միայն ցուցադրական տեսակետից, այլ նաև մեր սովորողները անձամբ են իրականացնում տարբեր գիտափորձեր հետազոտության եւ այլ նախագծերի շրջանակում եւ իրենք մասնակից են դառնում այդ փորձերի տվյալների հավաքագրմանը, մշակմանը, ինչպես նաև տարբեր հաշվետվությունների ներկայացմանը եւ պրոդուկտների ստացմանը։ Այնպես որ բոլոր տարիքային խմբերում եւ բոլոր առարկաներում, որոնք ես թվարկեցի, ունենք փորձեր եւ այդ փորձերը նաեւ գնահատվում են ինչպես է իրականացվել, ինչ ճշտությամբ, ինչ պրոդուկտներ են ստացվել եւ այդ գնահատականները եւս համալրվում են ընդհանուր ակադեմիական գիտելիքների շարքին եւ այնուհետեւ ընդհանրացվում են եւ տարբեր չափանիշներով ստանում են իրենց վերջնական արդյունքները։ Այսինքն ըստ էության գիտական աշխատանք էլ է անցկացվում սովորողների կողմից։ Իհարկե, սովորողների կողմից կատարվող գիտական այն փորձերը, որոնք դասերի ընթացքում են արվում, դրանք պարտադիր
են եւ ներառված են մեր ծրագրում, բայց բացի դրանից մենք ունենք զանազան նախագծեր, հետազոտական աշխատանքներ, տարբեր թե համայնքային նախագծերի շրջանակում, թե անհատական նախագծերի, թե միջառարկայական, որոնց շրջանակում եւս գիտափորձեր են իրականացվում, հատկապես կուզեի շեշտել միջառարկայական մի նախագիծ, որը հեղինակային է մեր ծրագրում, դա 11-րդ դասարանի բնագիտություն առարկայի շրջանակում մենք իրականացնում եւ իրեն կոչում ենք STEM նախագիծ, ԲՏՃՄ ոլորտի առարկաներն են ներառվում այս նախագծի շրջանակում, ինչպես նաեւ դրանք կոչում ենք Group 4, այսպես կոչված, քանի որ 4 տարբեր ոլորտների շրջանակում ենք ընտրում թեմաները եւ այդ թեմաների շրջանակում դրվում են հետազոտական հարցեր, այնուհետեւ այդ հարցերի շուրջ մշակվում են վարկածներ եւ արդեն բուն հետազոտությունն է իրականացվում եւ հետազոտության արդյունքները արդեն տարբեր ձևաչափերով ստանում են իրենց լուծումները, որի արդյունքում եզրահանգվում են վարկածի հաստատմամբ կամ հերքմամբ։ Կցանկանայի հատկապես նշել երկու նախագծի լավագույն օրինակ, որը հաջողվել է մեզ մոտ վերջին տարվա ընթացքում 2023-24 տարվա իրականացված նախագծերից եմ ուզում խոսել։ Մի նախագիծը հենց հեղինակային ծրագրի 11-րդ դասանի ուսանողների շրջանակում իրականացրեցինք, երբ ջրային ռեսուրսների ուսումնասիրություն էինք դրել մեր առջև եւ տարբեր շրջաններում Երևանի եւ Կոտայքի մարզի ջրային ռեսուրսներն էին ուսումնասիրում ուսանողները, նախապես մշակել էինք, թե ինչ ցուցանիշներ պիտի ջրի որակի, օդի, մաքրության, օդում եղած տարբեր նյութերի, գազերի, հողի կազմի, օրինակ pH-ի քանակը եւ տարբեր նյութերի արկայությունը ուսումնասիրում էինք ընտրած շրջաններում, որից հետո արդեն համատական վերլուծությամբ փորձում էինք հասկանալ ջրային տվյալ ռեսուրսը ինչ ֆիզիկո-քիմիական ցուցանիշներ ունի եւ ընդհանրապես ինչ նշանակություն ունի նաեւ թե առողջապահական, թե բնապահպանական եւ այլ առումներով եւ կուզեմ անպայման նշել, որ այս նախագծի շրջանակում մենք նաեւ համագործակցել ենք կենթանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտի հետ եւ իրենց հետ համատեղ, քանի որ իրենք շատ ավելի հմուտ էին եւ տարբեր մեթոդներ ունեին կապված ջրային ռեսուրսների մշակման հետ, նաեւ իրենք մեզ օգնեցին այդ տարածքում տարբեր կենթանի օրգանիզմների, օրինակ ջրիմուռների եւ նախակենթանիների արկայությունը ուսումնասիրել եւ համադրել եւ այդ մեր համագործակցության արդյունքում շատ լայնածավալ հետազոտություն ստացվեց, որը եւ մենք ներկայացրեցինք պոստերի տեսքով, նաև ցուցադրեցինք արդյունքները սիմպոզիումի տեսքով, որը որ շատ հետաքրքիր արձագանք գտավ նաև ուսանողների շրջանում, ովքեր որպես դիտորդներ էին եւ այդ նախագծի հետ անմիջապես չէին առնչվում, եւ նաև կուզենամ շեշտել, որ բացի հեղինակային ծրագրից ավագ դպրոցում գործում է նաև դիպլոմային ծրագիրը, քանի որ մեր դպրոցը միակ կրթահամալիրներից է Հայաստանում, որ 3 տարբեր ծրագրերի շրջանակներում հավաստագրված է որպես միջազգային բակալավրիատի դպրոց, դա եւ կրտսեր դպրոցն է, եւ միջին դպրոցը եւ ավագ դպրոցը։ Ավագ դպրոցում ունենք դիպլոմային ծրագիր, որտեղ կրթությունը անգլերեն լեզվով է իրականանում, եւ այս առարկաները, գիտության առարկաները, որոնք ուսումնասիրվում են առանձին շրջանակում, եւս ունեն հետազոտության բլոկ, եւ այստեղ նույնպես մենք իրականացրել ենք այսպես կոչված միջառարկայական Group 4 նախագիծը եւ այս անգամ ուսանողները նախորդ տարի Արագած լեռան ստորոտի տարբեր բարձություններում էին ուսումնասիրություններ կատարում, ոչ միայն ֆիզիկայի առումով հայտնաբերելով ռադիացիայի մակարդակը տարբեր բարձություններում, նաեւ քիմիայի ոլորտում հողի կազմի այնտեղ եղած միներալների պարունակությունն էին հայտնաբերում, նաեւ անթրոպոմետրիկ տարբեր հետազոտություններ էին կատարում, ենթադրենք մարդու ճնշումը տարբեր բարձություններում ինչպես է փոխվում, թոքերի կենսական տարողությունը ինչպես է փոխվում եւ այդ տվյալները հավաքագրելով հետաքրքիր եզրահանգման եկան եւ կարողացան հասկանալ թե ինչ գործոններ են ազդում ոչ միայն բարձրության, այլ նաեւ ենթադրենք տարիքի հետ, սեռի հետ կապված, ինչպես կարող են դրանք ազդեցություն ունենալ եւ այդ մի քանի առարկաներից ստացած կոմպլեքս տվյալները հնարավորություն տվեցին մեր հետազոտական
գիտական հարցի պատասխանը գտնել եւ հասկանալ, թե տարբեր բարձություններում ինչ շրջակա միջավայր գոյություն եւ դրանք ինչ ազդեցություն են թողնում այս թվարկածը ցուցանիշների փոփոխության վրա։ Սա փաստացի լիարժեք գիտական հետազոտություն է, այո, համաձայն եմ, որտեղ ինքը իր մեջ ներառում է գիտական հետազոտության բոլոր փուլերը, սկսած թե ինչի հետ գործ ունենք, ինչ ենք ուզում ուսումնասիրել, փաստերի հավաքագրման, նյութի ուսումնասիրման հետ, որը դասավանդում ենք նաև եւ դրա շուրջ մենք տարբեր հետազոտություններ ենք անում, թե մեդիա, թե այլ գրականության աղբյուրներից, որից հետո արդեն անցնում ենք բուն հետազոտությունների եւ տարբեր սարքավորումներ կիրառելով մենք ունենք բավականին սարքավորումներ, որոնք որ հնարավորություն են տալիս չափումներ կատարելու եւ տարբեր պարամետրերի ցուցանիշներ ուսումնասիրելու եւ շատ լավ է, որ այդ ցուցանիշները մենք կարող ենք նաեւ դաշտային պայմաններում կիրառել, ոչ միայն դասարանում, այլ ընտրված տարածաշրջանում, որը նախապես որոշում ենք, տեղափոխելու հնարավորություն ունեն, դրանք հիմնականում սենսորային տարբեր զգայակներ են, որոնք որ լիցքավորվելուց հետո եւ համակարգչային ծրագրին համապատասխանեցնելուց հետո թույլ են տալիս տարբեր տարածքներում հավաքագրել այդ տվյալները եւ հետո գրաֆիկական տարբեր վերլուծություններ կատարել դրա շրջանակում։ Դիպլոմային ծրագրի շրջանակում մենք նաեւ ուսումնասիրել ենք Սևանա լճի շրջակայքը նորից որպես ջրային ռեսուրս իր բնապահպանական խնդիրներով եւ տարբեր խնդիրներ, որոնք դրված էին ուսանողների առջեւ, ինչպես նաեւ քարանձավների շրջանակում ենք ուսումնասիրություններ կատարել եւ այնտեղ նույնպես թե կենթանական աշխարհի ներկայացուցիչները, թե օդի փոփոխությունը, օդում եղած գազերի փոփոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեցին ուսանողների մոտ եւ այդ ուսումնասիրությունները եւս իրականացվել են տվյալ միջառարկայական հետազոտության շրջանակում։ Կցանկանայի հավելել, որ բացի հետազոտական տարբեր նախագծերից, ինչպիսին միջառարկայական նախագծերն են, ես դրա մասին խոսեցի, շատ կարևոր են նաև ձեռնարկատիրական մոտեցումները, ստարտափերը, որոնք մեզ մոտ եւս կարևորվում են եւ դրանք գիտական հենքի վրա վերածվում են արդեն կիրառական նշանակություն ունեցող նախագծերի եւ վերջերս մեր ուսանողները հանդես էին եկել Aerolink Technologies ծրագրով եւ բավականին մեծ հաջողություններ էին ունեցել ԱՄՆ-ում կայացած Diamond Challenge մրցույթում եւ առաջին տեղն էին զբաղեցրել։ Սա մի ստարտափ է, որի ընթացքում երիտասարդ նորարարները փորձել էին անօդաչու սարքերի միջոցով ցույց տալ, թե ինչպես կարող են վնասատուների դեմ պայքար մղել եւ նախապես ծրագրի օգնությամբ տարորոշում են տարածքը, ինչ վնասատուներ կան այնտեղ եւ ինչ թունաքիմիկատներ պետք է օգտագործեն եւ արհեստական բանականության միջոցով գծագրում են, թե որ տարածքն է մյուսից անջատվելու, որպեսզի համատարած չլինեն թունաքիմիկատների օգտագործումը եւ թիրախավորված տեղի ունենում բուժման, այսպես ասած, միջոցառումներ, որը որ բավականին մեծ տոկոսով արդյունավետություն է ապահովում եւ շատ կարեւոր է, որ հենց մասնակիցները եւ գաղափարի տերը երեխաներն են, ուսանողներն են եւ իրենց մոտ է առաջացել կոնկրետ այս նախագծի գաղափարը։ Փաստացի սա լիարժեք մասնակցային կրթություն է, որ ես եթե ասենք իմ դպրոցական տարիները հիշեմ, եթե մեզ այդ սովորեցնեին դպրոցում, ոչ թե դասագիրքը այս տային ասեն գնայս Ջահանգիր Արարի վաղը պատմի, շատ ավելի հետաքրքիր կլիներ, շատ ավելի ոգևորված կլինեինք ու շատ ավելի ոնց որ հետաքրքրված կլինեինք կոնկրետ գիտության, ասենք ֆիզիկայի, քիմիայի եւ այլնի ուղղությամբ։ Որտեղ մասնակցությունը շատ կարեւոր է։ Այս առումով լիարժեք համաձայն եմ ձեզ հետ, նաև ուզում եմ շեշտել, որ նաև պետական նոր չափորոշիչային պահանջների համապատասխան բավականին մեծ են նման ուսումնասիրությունները դպրոցում եւ դրան մեծ դեր է տրվում, քանի որ այլ բան է սերտել եւ զուտ վերցնել տեսությունը ու տեսությունից ինչ որ եզրահանգումներ անել, այլ բան է, որ փորձից եւ գիտական հետազոտությունից անցնել դեպի փաստ եւ գիտություն։
եւ եզրակացության հանգել, որը ժամանակակից կրթության մեջ ապահովում է հետազոտահեն կրթությունը եւ հարցադրումների հիման վրա պատասխաններ որոնելու եւ գտնելու այդ կարողությունը, որը թե մոտիվացնում է ուսանողներին, թե հետաքրքիր է դարձնում process-ը եւ իրենք հենց ակտիվ մասնակիցներ են դառնում փոքրիկ գիտական մի գործընթացի, որը իրենց հետո թույլ կտա ավելի մեծ քայլեր անել եւ ավելի մեծ հաջողություններ ունենալ։ Բացի ասենք ապագա գիտնական դառնալ, եթե անգամ մարդը գիտնականը չդառնա հետագայում, այդ մտածելակերպը իրեն կյանքում օգնելու է, որտեղ ինքը ցանկացած խնդրի նույն ձևը մոտենալու, հասկանալ խնդիրը, փորձել ինչ որ եզրակացության գալ։ Այս առումով նաև տարբեր ալգորիթմերի բացահայտում է դրվում հիմքում։ Եթե ալգորիթմը բացահայտվում է եւ օրինաչափությունները դուրս են բերվում, այդ մոդելը կարող է փոխարինել մի այլի եւ արդեն ըստ այդ կապերի, պատճառահետևանքային կապերի, այլ սիտուացիայում եւս կարելի է գտնել կապերը մի երևույթից մյուսին։ Գիտության շաբաթվա ընթացքում մենք ապակենտրոնացած միջոցառումներ ենք անցկացնելու դպրոցներում, մանկապարտեզներում ու այդ միջոցառումների փաթեթները հենց ենթադրում են մասնակցային կրթություն, այս գիտափորձերի, ինժեներական նախագծային աշխատանքների միջոցով, խմբային, անհատական եւ այլն։ Այ մենք շատ ենք ուզում, որ Հայաստանում կրթությունը մի քիչ վերափոխվի դեպի այդ ուղղությամբ, այսինքն դեպի ավելի երեխայի անմիջական մասնակցությունը ավելի շատանա ու հենց ակնհայտ ցուցադրության միջոցով տեղի ունենա կրթությունը, ոչ միայն տեսական բացատրության միջոցով, որ ուսուցիչը ուղղակի բացատրի, այլ նաև ցուցադրության միջոցով։ Բայց դպրոցների զգալի մասում չկան լաբորատոր անհրաժեշտ պայմաններ, չկան սենյակներ հատուկ ու դրա համար մեր հենց մշակած միջոցառումները այնպեսին են, որ իրենք պահանջում են նվազագույն միջոցներ առավելագույն արդյունքի հասնելու համար։ Առավել շատ համաձայն եմ ձեզ հետ նաև ինչու, որտեղ նախորդ տարի եւս մասնակից ենք դարձել գիտության շաբաթ միջոցառմանը եւ այն ողջավորությունը, որ տիրում էր այդ օրերին, իսկապես անհնար էր չտեսնել, որտեղ տարբեր տարիքի երեխաներ տեսնելով երևույթները եւ հենց իրենք ականատես դառնալով թե գիտափորձերի, թե տարբեր գիտահետազոտական ինստիտուտների նախաձեռնություններին իրենք նույնպես ակտիվորեն ներգրավում էին այդ գործընթացի մեջ։ Մեր կրթահամալիրը ներկայացել էր թե գիտափորձերով տարբեր տեսակի եւ թե նախագծեր էինք ներկայացրել այնտեղ, որը մեկ վայրկյան տաղավարի դատարկություն չթողեց անգամ, որտեղ անընդմեջ մոտենում էին եւ փորձում էին հենց իրենք տեղում այդ փորձերը կրկնել եւ արդյունքները տեսնել, որը շատ կարևոր է միասնականության, փորձի փոխանակման եւ հետագայում այդ նույնը նաեւ դպրոց տանելու եւ նման ֆորմատով կրկնելու համար։ Այս տարի նույնպես մասնակցել։ Այո, այս տարի նույն ֆորմատով, այսինքն էլի տաղավար եք ունենալու ու էլի ինչ որ գիտափորձեր, ցուցադրություններ, իսկ մասնագիտական կողմնորոշման օրերին թե ընդհանուր գիտության փառատոնի առաջի 2 օրը։ Մենք ներկայանալու ենք հոկտեմբերի 4-ին եւ 5-ին։ Եվ եւս ֆորմատը կարծես թե նույնն է, այսինքն նորից մենք 3 ուղղություններ ենք վերցրել, իրականացնելու ենք գիտափորձեր, ցույց ենք տալու նախագծեր, լավագույն օրինակները, միջառարկայական տարբեր նախագծերի, STEM նախագծերի, ինչպես նաև ռոբոտաշինության եւ համակարգչային գիտության մեր լավագույն օրինակները, այս առումով կարծես թե նույնն է լինելու, բայց արդեն բովանդակության տեսակետից մենք այլ ձևով ենք հանդես գալու եւ այս տարվա մեր լավագույն փորձն ենք փոխանակելու եւ ցուցադրելու։ Հետաքրքրությունը միևնույն է կա, որովհետեւ նախորդ տարի պիլոտայիններ, առաջիններ ու ըստ մեր գնահատականների նվազագույն գնահատականների 20000-ից ավելի այցել ունեցանք։ Այս տարի պլանավորում ենք 50000-ի հասցնել այցելուների թիվը։ Ինչ եք կարծում գիտության շաբաթ, գիտության փառատոն անցկացնելը, գիտությունը հանրահռչակելը նպաստում է, ինչքանով է նպաստում հասարակության մեջ, ասենք գիտության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը ու այդ փոփոխությունը ինչքանով է նպաստում ընդհանրապես
պետության զարգացմանը, հասարակության վերափոխմանը դրական իմաստով։ Այն, որ ընդհանուր հասարակության, գիտության դերը շատ փոխկապակցված են դրանում միանշանակ, որովհետև մենք զարգացման մի ուղի ունենք, մեր պոտենցիալ հնարավորությունները հնարավորինս զարգացնելու, որը որ իրականում առկա է, եւ ես իմ ուսանողների շրջանակում կարող եմ ասել, թե մեր կրտսեր դպրոցականների, միջին դպրոցականների, որովհետև գիտությունը հետաքրքիր ոլորտ է եւ բոլորս էլ մանուկ հասակից անգամ սիրում ենք նոր բան բացահայտել, խաղալիքներից սկսած մինչեւ մնացած էտապները, հետեւաբար արդեն իսկ փոքր հասակից շատ կարևոր է գիտության նկատմամբ սերը եւ մոտիվացիան առաջացնել։ Եթե այդ բացահայտումները ստացվեց եւ տեսան սովորողները, որ հնարավորություն կա այս առումով նոր բան ստեղծելու եւ իրենց հետաքրքրությունները բավարարելու, արդեն ավելի մեծ տարիքում իրենք ունակ կլինեն ստեղծելու, ստեղծագործելու եւ դրա հիման վրա արդեն 1 քայլ, 2 քայլ առաջ շարժվելու։ Իսկ ընդհանուր առմամբ բնականաբար այն ուղին, որը կապում ենք գիտության հետ, դա կայուն է, դա բերում է մի շարք այլ համալիր խնդիրների լուծման եւ իմ կարծիքով, որքան էլ տարբեր ոլորտներ համադրեմ իրար հետ, առաջին տեղում կանգնած է գիտությունը, որտեղ ամեն ինչի հիմքում դա է։ Եթե մենք ուզում ենք լավ տեխնիկա ունենալ, ուզում ենք զարգացնել տարբեր ոլորտներ, թեկուզ համակարգչային գիտության ոլորտը, պիտի առաջինը գիտության հենքը զարգացնենք։ Եվ կա այսպիսի մի շատ կարևոր արտահայտություն, որ գիտությանը պետք են գործիքներ։ Իմ կարծիքով արդեն մաթեմատիկան, լեզուները, սրանք այն գործիքներն են դառնում, որի շնորհիվ գիտությունը զարգանում է եւ զարգանալով արդեն իր հետ բերում է նաեւ այլ ոլորտների զարգացման։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ես շատ տպավորված եմ ձեր կրթական ծրագրով, այն ինչ որ դուք պատմեցիք, ձեզ միայն հաջողություն եմ մաղթում ու մենք էլ կհանդիպենք առողջության հրապարակում։ Անչափ շնորհակալ եմ, ես կուզենայի որպես ամփոփիչ խոսք շեշտադրել, որ կրթահամալիրում այս մոտեցումները շատ կարևոր հիմքի վրա են եւ մենք որքան էլ խոսեցի, որ շատ առումով առաջադեմ հայացքներ ունենք եւ մեր արժեքների մեջ մտնում է առաջ գնալը եւ զարգանալը, այնուհանդերձ նաև միշտ կա ավելին անելու հնարավորություն, որը բաց չի թողնվում եւ առաջ ենք շարժվում այդ առումով, համագործակցելով տարբեր կրթահամալիրների հետ, ինչպիսին է Ալիխանյանի անվան գիտական, ֆիզիկայի գիտական ինստիտուտը, միկրոբիոլոգիայի ինստիտուտը, ինչպես նշեցի, կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտը, մենք նաև միջազգային տարբեր ոլորտներում ունենք համագործակցություն եւ շատ անգամ համատեղ ենք կատարում տարբեր փորձեր, ասենք զուգահեռաբար դրվում են այդ փորձարկումները, հետո արդյունքները համատեղ համադրում ենք, որը իրականում եւս շատ կարեւոր է դեպի դուրս նայել եւ տեսնել նաեւ այլ տեղերում, այլ կրթահամալիրներում ինչպես են նայում տվյալ հարցերին եւ այդպես շատ կարեւորագույն դեր է խաղում մեկ քայլից մյուսը գնալու մեր այս ունակությունը, որը որ զարգացման տեղ է տալիս մեր կրթահամալիրում։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Ազատության հրապարակում կանցկացվի գիտության փառատոն, ամեն օր ժամը 15:00-ից կհանդիպենք գիտության փառատոնի ընթացքում։